Ավելի քան մի քանի տարի շարունակվող վերանորոգման աշխատանքներից հետո Ծիծեռնագաբերդի հուշահամալիրի երեքսյուները, որոնք այս ընթացքում գտնվում էին հանրության ուշադրության կենտրոնում, արդեն պատրաստ են։ Ավելի վաղ վերանորոգման աշխատանքներ իրականացնող խմբի վարպետները Օրագիր Նյուզին հայտնել էին, որ աշխատանքները կավարտվեն մինչև ապրիլի 24-ը։ Թեև սյուների գունային տարբերությունները որոշ չափով նկատելի են, ընդհանուր առմամբ հուշահամալիրը պահպանել է իր նախկին տեսքը։ Չնայած ապրիլի 24-ին դեռ 3 օր կա, հուշահամալիրի այցելուների հոսքն արդեն բավականին մեծ է։ Տարածքում նկատելի էին հատկապես դպրոցական խմբեր եւ օտարերկրյա զբոսաշրջիկներ։ Երևանի Հրանտինքի անվան թիվ 44 դպրոցի 6-րդ դասարանի դասղեկ Գայանե Թարխանյանը Օրագիր Նյուզին հայտնեց, որ կարևոր օրվան ընդառաջ երեխաները իրենք են ցանկություն հայտնել այցելել Ծիծեռնագաբերդի հուշահամալիր։ Որոշեցինք մեր հարգանքի դուրքը մատուցենք եւ հիշենք անմեղ զոհերին։ Չգիտեմ, դա մեր պատմությունն է, որ իրավունք չունենք մոռանալ։ Նրա խոսքով հուշահամալիրը ինքնին այնքան խորհրդանշական վայր է, որ երեխաները առանց հավելյալ բացատրությունների կարողանում են ընկալել դրա իմաստն ու կարևորությունը։ Մենք մինչև գալը բավականին երկար դասարանում զրուցել ենք։ Խոսել ենք եւ ճարտարապետության մասին, կառույցը ինչպես է կառուցվել, որ թվականին, ովքեր են հեղինակել, ինչ ձևով է կառուցվել։ Խոսել ենք, իրանք բավականին տեղեկացված են, իսկ այստեղ այնքան հուզմունքը շատ էր, ինձ թվում է խոսելու բան չկար։ Իրանք կարծես թե հասկացել էին ուր են գալիս եւ ինչ են անելու։ Հավելենք նաեւ, որ տարածքում իրականացվում էին նաեւ մաքրման եւ բարեկարգման աշխատանքներ, օտարերկրյա այցելուների թիվը եւս մեծ էր։ Մերի Հակոբյան, Օրագիր Նյուզ։